Հարթագյուղի ճանապարհները ինձ տանում են առաջ և քայլ առ քայլ մոտենում են բարձունքի վրա գտնվող Սուրբ Հովհաննես մատուռին։ Այստեղ միշտ մարդաշատ է, օրվա տարբեր ժամերին անգամ մի քանի կիլոմետր ձգվող ճանապարհը լեցուն է ուխտավորներով։ Դժվարանցանելի ճանապարհներով դեպի Սուրբ Հովհաննես մատուռ բարձրացող մարդկանց սրտում կա մեծ հավատք և երազանքներ իրականացնելու հույս։ Այս բարդ ճանապարհին անցնում են թե տարեցները, թե դժվարությամբ քայլող մարդիկ։ Նրանց առաջ է տանում հավատքի մեծ ուժը։ Ճանապարհին ուխտավորները մատաղներ են մատուցում, վկայելով, որ իրենց ուխտը կատարվել է։ Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է Սրբի լեռան գագաթին, 2157 մետր բարձրության վրա։ Այստեղ կարելի է հասնել ձիերով, բարձրաքարշ մեքենաներով կամ հարթագյուղից մոտ 3 կիլոմետր ոտքով բարձրանալով։ Մատուռի նախնական տեսքը չի պահպանվել, այն մի քանի անգամ պայթեցվել է և այրվել է խորհրդային տարիներին, սակայն ամեն անգամ վերականգնվել է գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1957 թվականին։ Շաբաթ և կիրակի օրերին այստեղ այնքան մարդաշատ է լինում, որ մատուռ մտնելու համար հաճախ պետք է երկար սպասել հերթի մեջ, սակայն ամենակարևորը հավատքն է, որով մարդիկ գալիս են այստեղ։ Սուրբ Հովհաննես մատուռի մասին իր նամակներով և բանաստեղծություններով անդրադարձել է նաև մեծ հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը։ 2005 թվականից այստեղ սկսել են տեղադրել խաչքարեր։ Չնայած խաչքարեր կային նաև մինչև 1930-ականների պայթեցումները, որոնց բեկորները վկայակոչում էին ականատեսները։ Այսօր այստեղ հարյուրավոր խաչքարեր են խաչերով ու սրբապատկերներով։ Ասում են, որ հենց այստեղ է գտնվում Հովհաննես Մկրտչի մասունքը։ Սուրբ Հովհաննեսի հրաշքները շատ են։ Մարդիկ պատմում են իրենց հետ կատարվածի մասին և վկայում, որ եթե մեծ հավատքով ես գալիս այստեղ, երազանքդ իրականանում է։ Շատերին է այս զորավոր մատուռը զավակ պարգևել, շատերին բժշկել, անհավատ շատ մարդիկ այստեղ հավատքի են եկել։ Շատ ուխտավորներ այս քարքարոտ ճանապարհին անցնում են ծնկաչոք կամ մերկ ոտքերով։ Սուրբ Հովհաննեսի հրաշքների մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։